Ժողովուրդ ջան, այսօր կպատրաստենք տնական պոմիդորով ձվածեղ։ Լցնում ենք մի բաժակ ջուր, հերթականությամբ շարում ենք պոմիդորը։ Հիմա թողնում ենք պոմիդորը եփվի, հիմա կեղևազրկում ենք, տեսեք ոնց է դուրս գալի։ Հավ տրորում ենք, էլ կրիչկով չեք ծածկում իրան, թողում եք, որ գոլորշին դուրս գա։ Պոմիդորով ձվածեղը կծու լինելու համար եկեք ցույց տամ։ Եթե ուզում եք շատ կծու լինի, սա պարտադիր սենց բացում եք, սենց, եթե չեք ուզում շատ կծու լինի, սենց եք դնում, բայց մենք շատ կծու ենք անելու, հիմա դնում ենք իրան, որ պատրաստվի, մի 5 րոպե, շատ չէ, 5 րոպե, ձուն ենք պատրաստում ու ձուն պետք է լինի պարտադիր տնական, քիչ աղ, հարում ենք ձուն, հանում ենք, քիչ աղ, կարմիր բիբար, սև բիբար ու ամենակարևորը, պոմիդորով ձվածեղին ավելացնում ենք պեսոկ, որ պոմիդորը թթու չլինի, ենք իրան և մի հատ ձեթը տուր, հիմա ավելացնում ենք ձեթը, շատ ձեթ, ինչ տեսք ունի, հիմա ձուն ենք լցնում, ձուն ավելացնելուց հետո դնում ենք կծու բիբարները, ծածկում ենք բերանը, թողում ենք 10 րոպե եփվի։ Հիմա պետք է կանաչի լցենք։ Խառը կանաչի, շատ խառը կանաչի։ Փորձի։ Հա։ Արդեն հոտը գալիս է։ Լավ է, ընտիր։ Ասեք մի հատ է ես փորձեմ։ Իսկական պոմիդորով ձվածեղ շատ ամոթ։ Ձեթի համը շատ է գալի։ Չէ, չմոռանաք չկա։ Չմոռանաք հետևել էջին հաջորդ բաղադրատոմսը պատրաստելու համար։